Հանուն հոր և որդվո և հոգվին սրբո ամեն։ Նույնիսկ ասում եմ ձեզ, մամոնայից ձեզ բարեկամներ հանեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի մեջ տեղ ունենաք։ Որովհետև ով քչի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ կլինի, ով քչի մեջ անիրավ է, շատի մեջ էլ անիրավ կլինի։ Գեղեցիկ են այս խոսքերը, որոնք հնչում են Ղուկաս ավետարանչի շուրթերից, որ ասվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Շատ ավելի խոսքեր կան, որոնք որ պարփակում են, ամփոփվում են այսօրվա խորհրդի մեջ։ Ինչ խորհուրդ ունի այս կիրակին, անիրավ տնտեսի կիրակին է, 4-րդ կիրակին, մեծ պահոց 4-րդ կիրակին, որ պարունակում է իր մեջ խրատ այն բոլոր մշակներին, ովքեր որ համարվում են Տիրոջ մշակներ, այս երկրի վրա, այս աշխարհի վրա։ Քանի որ յուրաքանչյուրս, եթե հավատացյալ ենք, եթե հավատում ենք, ինչպես ասում էր Եսայի մարգարեն, եթե կատարում ենք Տիրոջ պատվիրանը, եթե առաջորդում ենք Տիրոջ կամքով, Տիրոջ խորհուրդներով լցնում մեր կյանքը, ուրեմն նա է, որ համարվում է լույսի որդիներ։ Այսինքն նրանք, ովքեր որ կատարում են Տիրոջ պատվիրանները, առաջորդում են Տիրոջ կամքով, առաջորդում են Տիրոջ խորհուրդներով, Սուրբ Գրքի խոսքով եւ չեն շեղվում ճշմարիտ ճանապարհներով, ասում է պահում եք իմ շաբաթը, այսինքն Սուրբ օրը, առաջորդում եք իմ կամքի համաձայն, ուրեմն նշանակում է համարվում եք լույսի որդիներ։ Լույսի որդիները դրանք են, առաջին հերթին։ Ինչպես սրան նաև անդրադարձ կատարեց, այսօր Եփեսացիներին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը ասում է եղեք լույսի որդիներ, նմանվեք լույսի որդիներ, այսինքն այնպես եղեք, ինչպես այն կատարելության հասեք, ինչպես որ կատարյալ է Աստված։ Նմանվեք Աստծուն ասում է, չեն ասում թե Աստված եղեք, այլ ձգտեք նմանվել Աստծուն։ Աստված ինչպես է մեզ ստեղծել իր էությամբ, իր նմանությամբ։ Աստծո նմանությունը ո՞րն է։ Մեր մեջ գտնվող Աստծո նմանությունը։ Շատ հաճախ ասում ենք Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով ու իր նմանությամբ։ Հիմա Աստծո պատկերն ու նմանությունը ո՞րն է։ Աստծո պատկերն ու նմանությունը ոչ թե քիթ, ականջ, բերան, ձեռքեր, տասատ մատ ունենալն է, մաս ունենալն է, այլ Աստծո պատկերով ստեղծված լինելը բանական էակ լինելն է, հասկացող մարդ լինելն է, Աստծուն էակից լինելն է, այսինքն արտարադատ, ճշմարտախոս, աստվածահաճո, նվիրյալ, սիրող մարդ լինելն է։ Այսինքն այնպիսի դատողություն ունենաց ոչ թե որ կենդանին է, ոչ թե կենդանական բնաս ունենաս քո մեջ, այլ ունենաս աստվածային դատողություն։ Հիմա տեսնենք, թե կենդանու դատողության կամ Աստծո դատողության մեջ ինչ տարբերություն կա։ Կենդանին ձգտում է բնազդը, չէ՞։ Նայում է, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ով իրեն հաց է տալիս, այդ պահին լավ է իր համար, ուտում է այդ հացը, հաջորդ րոպեին ուտում է իրեն հաց տվողին։ Ով որ այդ պահին իր համար լավն է, թեկուզ տերը լինի, անգամ շունը, պատկերացրեք շունը, կենդանի է, չէ՞ շունը։ Ասում ենք հավատարիմ է, հավատարիմ կենդանի է։ Շատերս շնապաշտ ենք, շատերս կենդանապաշտ ենք։ Շատերը, այսօր մարդիկ կան, ուրիշ անգամներ է եղել ասել է, մարդիկ կան անգամ իրենց ունեցվածքը կտակում են շներին կատվների։ Մարդիկ կան Եվրոպայում ամուսնանում են շների կատվների հետ, որովհետեւ իրենք մեռնեն, իրենց ունեցվածքը ժառանգվի կտակվի շների կատվի, ասենք դեբիլություն է։ Ասենք սա ինչ է, հիմարություն։ Այսինքն նշանակում է ես կամովին հրաժարվում եմ Աստծուց, հենց
սա է կոչվում 666 թիվ։ Երբ որ ասում ենք 666 թիվ, չէ, Հովանու ավետարանի մեջ նշվում է, ով որ դաջեց իր վրա 666 թիվը, ուրեմն նշանակում է նա է լինելու է սատանայի ների հետևորդը եւ ինքն է որ մտնելու է դժոխք։ Ուրեմն 666 թիվը տեսանելի չի գարու մեր ձեռքին կամ ճակատին դաջվելու է, ձեռքին ու ճակատին ինչպես է դաջվում, մենք ձեռքով գործում ենք, գլխով մտածում ենք, ձեռքերով գործում ենք։ Հասկանալի, երկու գործողություն կա մարդու մեջ, միտքը ու ձեռքերը։ Սիրտը կարող է ուրիշ բան թելադրել, բայց միտքը երբեմն թելադրում է սրտին։ Միտքը կառավարում է սիրտը, միտքը կառավարում է ամբողջ մարմինը, միտքը կառավարում է ձեռքերին, բայց ինչ մեղսագործություն որ կատարում ես, մտքով մտածում ես, ձեռքերով կատարում ես։ Դրա համար ավետարանի այդ փոխաբերական իմաստով Հովանու ավետարանի, որ ասում է ների նշանը պիտի կրենք մեր աջ ձեռքին կամ մեր ճակատին, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պիտի գա, ասպես շտամբով դասի պահի ճակատը պիտի դաջեմ։ Ու դու էլ իմանաս, որ եկել են քեզի 666 թիվը դաջեն ճակատը, դաս, չէ, ես քրիստոնյա եմ, ես չեմ դաջվելու։ Այդպես չի լինելու։ Այլ այսպես կամովին կամած ուրանալու ենք ասում, որտեղ 666 թիվը ինչ է նշանակում, ասում է կամովին ուրանամ ասում։ Թարգմանաբար 666-ը դա է նշանակում։ Գրաբարյան իմաստով բացեք, թիվը վերացեք տարի։ Ամեն մեկ թիվը մեկ տարի սկզբնա մասն է։ Կ, ո, զ։ Ուրեմն կամովին ուրանամ զաստված։ Սա է նշանակում 666 թիվը։ Ինչպես ենք մենք կամովին ուրանում ասում։ Կամովին գնում ենք կենթանի ենք դառնում։ Կենթանին ինձ համար Աստված է։ Քան Աստված։ Իսկ մտածում ենք կենթանական ձևերով։ Մտածում ենք աշխարհիկ ձևերով։ Մտնում ենք աշխարհիկ սկզբունքների, հոգսերի, դարդերի ցավերի տակ, կամաց մոռանում ենք մեր պատկերը, թե մենք ումից ենք ստեղծվել։ Ուրեմն, երբ որ դու դառնում ես աշխարհապաշտ, երկրապաշտ, հողապաշտ, նյութապաշտ, կենթանապաշտ, արդեն իսկ կամովին ուրանում ես Աստծուն։ Եվ երբ որ պետություններ կան, իշխանություններ կան, թագավորություններ կան, որոնք որ քեզ ստիպում են, որ դու հավատաս ոչ աստվածային հավատալիքների, առաջնորդվես այնպիսի մի բաներով, որոնք որ քեզ տանելու են դեպի մեղք, քեզ տանելու են աստվածության ուրացության, անկախ քեզանից դու գնում ես այդ ճանապարհով։ Հիմա ինչի համար ես անդրադարձ կատարեցի այս կենթանա սերներին, որտեղ ամենամեծ աստված ուրացությունը նրանց ճանապարհով է։ Փողասիրությունը հələ մի կողմ, հələ փողասիրությունը ուրիշ դերակատարություն ունի քիչ է։ Մի հատ էլ այդ փողասիրության ճանապարհով փորձում ենք ինքներս մեզ արդարացնել Աստված անարգության մեջ, համարելով որ դե վերջո, այս աշխարհը ամեն բան Աստծո արարչագործությունն է, չէ։ Քարտ ու փետ, կենթանի բան։ Ուրեմն երբեմն մեզ համար կենթանին ավելի սիրելի է, ավելի պաշտելի, բայց ինչ է տեղի ունել մարդու մեջ տարբերությունը որն է կենթանականի եւ աստվածային։ Որովհետեւ կենթանին ինչքան էլ ուզում ես սիրի, ինչքան էլ ուզում ես հարգի, ախ կենթանին ինչ հարգես։ Կենթանին հոգի չունի։ Կենթանին բնազդ է, կենթանին աստվածային հոգի չունի։ Հիսուս Քրիստոս կենթանու համար չչարչարվեց, խաչվեց, որ դու կենթանուն մարդուց առավել դասես։ Ուրեմն Աստված ում համար չարչարվեց, անգամ հրեշտակների համար Պողոս Արաքյանն է ասում, չէ՞։ Սա ինչ է, տգիտություն է Սուրբ գրքի նկատմամբ, այսինքն չգիտենալ, չիմացություն է Սուրբ գրքի նկատմամբ կամ արհամարանք է Սուրբ գրքի խոսքի նկատմամբ։ Կարդաս, բայց արհամարած։ Գրված է, չէ՞, Սուրբ գրքում Պողոս Արաքյալի կողմից ասում է. «Այդ ո՞րն է հրեշտակների համար Աստված չարչարվեց, խաչվեց»։
Ոչ մեկ։ Որ մեր երկնային զորքի համար Աստված տառապանք տեսա, ոչ մեկ։ Որ մի երկրի թփի, ծառի, նյութի, կենդանու համար Աստված եկավ տառապելու, ասեց տառապեմ, որպեսզի շունը փրկվի։ Այդպիսի բան, տեսել եք Աստվածաշունչի մեջ գրված։ Տառապեմ, ես կչարչարվեմ, խաչվեմ, որպեսզի քո կատուն փրկվի։ Քո մուգը փրկվի, քո վագրը փրկվի, կամ չգիտես հարուցը։ Դա տխմարություն է սա։ Ուրեմն Աստված եկել է մարդուն փրկելու համար։ Ուրեմն մարդը ինչ կանել, որ ստոր արարած լինի, ամենասուրբ կենտանուց բարձր։ Սա ուրիշ անգամներ են եղել եւ ասել։ Բայց ինչ է ասում Եսայի մարգարեն, ասում է անգամ միշտ հիշեք։ Այն անարված մարդը, ում որ դուք կռապաշտ եք համարում, ում որ դուք աթեիստ եք համարում, ում որ դուք մուսուլման եք համարում, մեր ժամանակաշրջանում օրինակ։ Ինքը կարող է անգամ, եթե բայի, Աստծո պատվիրանը, պատգամը ու խորհուրդները, ինքը կարող է ժառանգել երկնային արքայություն։ Իսկ նրանք, ովքեր որ ուստրեր ու դուստրեր են կոչվում, այսինքն տղաներ ու աղջիկներ են համարվում Տիրոջ, իրենք կարող են գնալ դժուկ։ Ուրեմն կարևորը որն է Աստծո պատվիրան պահելն է։ Հիմա այստեղ է հարցը։ Ով կփրկվի, ով չի փրկվի։ Ով որ պահում է Աստծո պատգամը, ով որ առաջնորդում է Աստծո խրատներով, խորհուրդներով, նրա սկզբունքներով, նրա կամքն է կատարում երկրի վրա, նրա ստեղծածը ծառայեցնում է իրեն։ Պատարագի ընթացքում մի գեղեցիկ խոսք կա, էլի եմ ասել այս խոսքը։ Ասում է քոնը քեզնով քեզ եմ մատուցում։ Լսել եք, չէ՞ այս խոսքը։ Իքո ես քեզ մատուցան։ Ըստ ամենայնի։ Ամեն ինչ կա այս երկրի վրա, քոնն է։ Հիմա քոնը քեզնով քեզ եմ մատուցում։ Գեղեցիկ խոսքի չէ։ Հիմա մենք էլ այս երկրի վրա ինչ կա, Տիրոջն է պատկանում։ Մեր սեփականությունը չէ, մենք մեր հետ ինչ որ բան բերել ենք, որ մեր սեփականությունը լինի, ոչ։ Դատարկ եկել ենք այս աշխարհ, դատարկ էլ գնալու ենք։ Հիմա որևէ մեկ մարդ այս երկրի վրա չի կարող պարզենալ, որ ինքը ինչ որ մի բան ունի արած դրած։ Ումով է արել դրել։ Տիրոջ։ Այդ նյութը, քարը, թուփը, այդ ինչ որ կա, այդ ամեն ինչը քեզ մորը տարգանդիպ չես բերել։ Այդ ամեն ինչը Աստված ստեղծել էր երկրի վրա կար, դու եկար, վերցրեցիր քո սեփականը, համարեցիր, արարեցիր։ Ինչ որ մի բան կերտեցիր, քո անուն պատիվ հարգանք վաստակը ձեռք բերեցիր, եւ հետո էլ թողնելու ես այդ ամեն ինչը ու գնաս։ Վերջը թողնելու ես գնաս, չես տանելու։ Ոչ ոք չի տարել, հեշտան այս երկրի վրայից։ Ուրեմն այս գաղափարը եթե մարդը իմանա, ուրեմն ճշմարիտ տնտես կլինի։ Կամ հասնեմ առակի խորհրդի։ Այսքան բան որ ասում եմ առակի խորհրդի մասին է։ Ճշմարիտ տնտես կլինի, որովհետև մենք այս երկրի մշակներն ենք, մենք այս երկրի տնտեսներն ենք։ Ինչպես պիտի տնտեսենք այս երկիրը։ Աստծո պատվիրանի համաձայն, Աստծո խոսքի համաձայն եւ Աստծո կամքի համաձայն։ Հիմա տեսեք, ով որ կատարում է այս ամեն ինչը, նա է որ դառնում է լույսի որդի, նա է որ դառնում է Աստծո ժառանգորդ, նա է որ լինում է ճշմարիտ տնտես։ Հիմա կենթանին այս ամեն ինչը գիտակցում է։ Չի գիտակցում։ Բայց ինչպես կարող է ինքը սուրբ մաքուր կենտանի լինել։ Ինչպես կարող է ինքը ավելի վեր դասվել մարդուց։ Չի կարող։ Ուզում եք քրիստոնյան լինի, քրիստոնյա ենք, մենք բոլորս քրիստոնյա։ Եթե քրիստոնյան այս ամեն ինչը չի գիտակցում, որ գիտես ինչ, ես անցավոր եմ, գնալու եմ օրերից մեկ օր, այդ մամոնային, որ ես երկրպագում ու պաշտում եմ, այդ մամոնան ինձի դավաճանելու է, ինձ թողնելու է, եթե մեռնելիքս եկավ, կմեռնի կգնա, հեշտան չի մնաց, եթե քրիստոնյան ես ամեն ինչը գիտակցում է, բայց չի պահում, ուրեմն ինքը Աստծո որդի լինել չի կարող, ուրեմն ինքը երկնային արքայության ժառանգորդ չի կարող դառնալ, ինքը չի կարող հարգված մարդ լինել, Տիրոջ ծառա լինել, Տիրոջ որդի լինել, բայց մենք իբրև ճշմարիտ տնտես
Չպետք է նայենք, թե գիտես ինչ, մենք, ես քրիստոնյա եմ, չպետք է նայենք, թե իրականության մեջ ես այս ինչ եկեղեցու կամ այն ինչ եկեղեցու հետևորդ եմ, այլ պիտի նայես, որ Աստծո պատվիրանի կառուցողն է, Աստծո կամքի հետևորդն է, Աստծո պատգամները կիրառողն է, այդ Աստծո պատգամներն է բնականաբար բոլոր այս պահոց շրջանի մանավանդ թվարկեցին, չէ, Պողոս Առաքյալի խոսքով, ինչ էր կար այդ Աստծո պատվիրանների մեջ, ինչպես մենք ինքներս մեզ դրսևորենք այս երկրի։ Այսօր է դարձյալ Պողոս Առաքյալն էր, Հիսուս Քրիստոսը ինչպես անդրադարձ կատարեց։ Ինչ էր խորհուրդ տալիս։ Ասում է, շատ գեղեցիկ մի խոսք կա, մի արտահայտություն կար այսօրվա ավետարանի մեջ, ասում է, թող, եթե ընկերոջդ հետ խնդիր ունես, ասում է, թող մութը չգնի բարդությամբ։ Մինչև մութը ընկնելը գնա հաշտվի։ Չլինի թե վրեն օր անցնի։ Որովհետև հաստատ երկրորդ օրը էլ չես հասցնի։ Որովհետև չգիտես, վաղվա օրը կգա թե չի։ Ու երաշխավոր ես, որ առավոտը լույսը կբացվի քո վրա։ Երաշխավոր ոչ ոք չէ։ Հետևաբար ասում է, եթե ընկերոջդ բարեկամի ծանոթիդ հետ թշնամություն ունես, մեկի հետ խռովություն ունես, շատ ամենակարևորագույն կետն է։ Ասում է, իմացեք, դուք մեկ մարմնի անդամ եք։ Ինչի մասն է խոսքը։ Մենք Քրիստոսի մարմնի անդամակիցներն ենք։ Թող ասում է մութը չգնի ձեր բարգությունը դեռ չփարատված։ Ընկերոջդ հետ հարաբերության խնդիր ունես, ասում է օրը թող չմտնի, որպեսզի երկրորդ օրը, երբ որ արթնանաս քնից, հանգիստ խրճով արթնանաս։ Չհիշես երեկվա վատ դեպքերը։ Չհիշես, որ 3 օրը ավարտվեց դանակը հարությամբ։ 3 օրը ավարտվեց հարբեցողությամբ, հարբանք խմեցինք, ինչպես որ այսօր 40 պահքի շրջանի մեջ ժողովուրդը ավելի շատ են իրար մորթում, ուրիշ անգամները եղել ասել են, ավելի շատ են իրար հետ թշնամանում, ավելի շատ են իրարից զզվում, ավելի մեծ ատելություն են սերմանում մեկը մյուսի նկատմամբ, քան ուրիշ օրերի։ Էլ եղել է, որ ասել եմ, ուրիշ անգամներ կատակ անես ընկերոջդ հետ, այս 40 պահքի շրջանից դուրս, որ կատակ ես անում ընկերոջ, ամեն անգամ արածը կատակը հեշտությամբ կընդունվի։ Ինքն էլ քեզ կատակով կպատասխանի։ Բայց 40 պահքի շրջանում ամենասիրելի ծոցիդ ընկերոջի հետ նույն կատակը անես կդառնա թուրու թվակ։ Որտեղ սատանան ասում է գործի։ Դրա համար ասում է զգուշ եղի արտահայտությունների, ինչ կխոսես, ինչ կանես, ինչ կմտածես, ինչ կգործես։ Չլինի թե բերանիցդ հայհոյություն դուրս գա, որովհետև կարող է ընկերոջդ հետ հայհոյական ձևով ես խոսացել։ Միշտ իրար կտծելով, կատակ եկել է իրար հետ, այդ դեբիլ, ապուշ, այլ հիմար։ Եվ այլն անցեզուր բառը չասեմ այստեղ։ Բայց կարող է պահքի շրջանում այդ նույն բանն ասես, ինքը դառնա իշնի քիդու բերնիտ։ Ու դառնա թուրու թվանք, վերջում իրար փորտապեք, մարտասպան դառնաք հավիտենական թշնամի։ Դրա համար Պողոս Առաքյալը ինչ է զգուշացնում, ուզում ես լինել ճշմարիտ տնտես, ուրեմն նախ եւ առաջ բերանդ պետք է հավաքած պահես։ Մտքերը պետք է հավաքած պահես, թույլ չպետք է տաս, որ սատանա միտքդ գողանա։ Այլապես կկորցնես ամեն բան, ինչպես որ տնտեսներ, էդեհա կորցնում։ Որովհետև ինքը այդ ամեն ինչ, որ իրան տրված էր, տիրոջ ընտանիքի մեջ, վայելելու, օգտագործելու ինքը տնտեսներ, տերու տնօրեններ, իրեն ազատություններ տված, բայց այդ ազատությունը իշա տիրոջ և իշա իրեն պիտի կատարեր։ Բայց ինքը ամեն բան կատարեց միայն իրեն։ Բադություն էր անում ու կողքից մարդիկ հրահրեցին։ Սատանան մտավ, սկսեց բաժանումը իրականացնել։ Մարդիկ եղան չարամիտ, գնացին տիրոջ մոտ ու ասեցին, քո տնտեսը այսպիսի մարդ է։ Քո խոսքերը չի պահում, քո տնտեսությունը վատնում է, իշա իրա և իրա ընտանիքի։ Եվ երբ որ եկավ հատուցման պահը, տերը կանչեց տնտեսին, ասեց, չարդարացրիր, դուրս եմ բռնդելու։
որպեսզի գնաս բոմժի նման ապրես։ Մտածեց, այսքան ժամանակ, այսքան տարի ես այս տնտեսությունը վարել եմ, մի լավ բան չեմ արել։ Սաղ կյանքս իմ շահով հետապնդված ապրել եմ։ Մեկի մի լավություն չեմ արել որ։ Գոնե հիմի որ դուրս հանեն, շպրտեն, գոնե գնամ մեկի դուրը ծեծեմ ասեմ, հիշում ես 3 տարի առաջ 4 ամիս այսինչ օրը այսինչ ժամին ես քեզ այսինչ լավությունն է արել, խնդրում եմ էլի մի հատ բրտուճը դուր ուղղել։ Որ այդ մարդն է ասի հատ է խորը ու ջանդմին, այդ լավությունները ես արսախտի, փորիցը չեր։ Ում պետք է գնա ասի, ոչ մեկին լավություն չի արել։ Նոր նսում մտածում է, կան մի շուստրություն անեմ էլի, հետո ինչ որ իմը չէ։ Քոնը քեզնով քեզ մատուցեմ։ Այս կարգախոսը վերցրեց իր վրա եւ կանչեց սարաներին, ասեց դու ինչքան պարտ ունես իմ տիրոջ, ասեց 100 տակար ձեթ։ Ասեց գնա նստի գրի 50-ը։ Ոչ մեկին չասես։ Ես գնաց նստեց Իսուսը լավ մարդ է։ Երկրորդին կանչեց դու ինչքան ծորեն ունես, պարտ ասեց 100 պարտ ծորեն, ասեց գնա նստի գրի 70-ը։ Եվ այսպես շարունակ, հերթով Այդ չի շարունակում ավետարանը, բայց արդեն պատկերացնելի է, թե ինքը ինչ շուստրություն արեց, այսպես ասած։ Ում է եկավ պահը, երբ որ պետք է հրաժարվեր, նույն են ծառաները, ում որ ինքը լավություն էր արել, նույն են ծառաները գնացին տիրոջ մոտ, ճիշտ է ավետարանը այլևս չի անդրադառնում, բայց միտքը սա է։ Նույն է լավություն արած ծառաները գնացին տիրոջ մոտ, ասում Ինչ կլինի, ներիրել է դա, ինքը լավ մարդ է։ Այդ չասին որ գիտես ինչ, մեզի է լավություն արել, ինքը շատ լավ մարդ է։ Տերն էլ տեսավ մի հոգի, երկու հոգի, չէ, այստեղ մի բան են չի։ Ես հələ մի հատ ասեք տեսեմ ինչ է եղել։ Ասեք, ձեր պարտքը ձեզ կշնորհեն։ Այսօր ովքեր իմացան, որ պարտքը իրանց կշնորհեն, ասին դե ինչ ասենք, մեղքերներից ինչ թաքցնենք։ Այսքան ժամանակ միշտ մեզ վատություն էր եղել։ Այսօր մարդը բերեց, չէին կարողանում պարտքի տակից դուրս գալ, կրճատեց մեր պարտքը։ Ասես տեսել, կարեսին նայ։ Կանչեց տնտեսին, ասեց այդ ինչ ես արել։ Բայց գիտես, չէ, խորամանկ բան ես արել, բայց լավ բան ես արել։ Դա շուտ պետք է արածը։ Որ դրսում տեղ ունենաս։ Մամոնայից քեզ ընկեր պետք է հանես։ Այդ մամոնան պետք է օգտագործես ոչ թե քո կործանման համար։ Ինչպես որ այսօր երկրի միլիարդատերեր կան, չէ՞։ Այսպես շարվեշարան, շարվում են։ Ու հիմնականում ինտերնետից է ծնում դա այդ միլիարդատերերը, որ ուշադրությամբ նայում ես, հիմնականում ինտերնետ ոլորտի միլիարդատերերն են։ Այսինքն մարդկանց կործանողներն են միլիարդատերեր դառել։ Այդ Իլան Մասկ կա, չգիտես, չէ, այնտեղ Բիլ Գեյթս կա, չգիտեմ ով կա եւ այլն։ Այդ Facebook-ի, Instagram-ի ստեղծողի անունը ինչ է չեմ հիշում, այդ բանը, ապուշը։ Այս սրանք բոլորը նայում ես երեկվա լագոտ լուգուտներն են, բայց միլիարդատեր են դառել, ում հաշվին, ժողովրդին, հասարակությանը փչացնելու, ոչնչացնելու հաշվին։ Եվ ինչ լավություն են արել, ինչ լավություն Ինչ են անում այդքան գումարները։ Կուտակել են, դրել են, տկներ են նստել են։ Ինչ, անմահ են մնալ, անմահ չեն մնալու, իրենք է մերնելու են գնալ։ Ում է մնալու այդ ամեն ինչը։ Քրքորյանի ունեցվածքի նման ցիրուցաներին է։ Ինչպես որ Քրքորյանը գլուխը դրավ ունեցվածքը ցիրուցան եղավ։ Ամեն պետության մեջ մի հատ ունեցվածք ուներ, հարստություն էր, պետությունը ունեցվածքները չտվեց, բանկերը չտվեցին գումարները։ Ու այդպես ոչնչացավ այդքան տարիների, 90 տարիների ստեղծած։ Հիմա այդ միլիարդատերերը որ կան, եթե բարի տնտես չեղան այս երկրը, ասը ունեցվածքով դարձել են միլիարդատեր, եւ չեն ուզում այդ միլիարդատիրությունից ինչ որ մի մասնիկ բարեգործություն անեն մարդկության։ Եկուց մի սոր, որ մերան գնացին, ով է իրենց ինչ է։ Ով է իրենց ինչ որ տեղ տալու։ Մերան պետք գնան դու լավ է եղել է։ Սկսելու են հայհոյել գորին,
Որովհետև ոչ մեկն է ոչ մի լավ բան չի տեսել։ Կարող է մարդիկ տեսել են տեխնոլոգիայի զարգացել տեսել, բայց այդ տեխնոլոգիայով ինչ է փչացել է մարդկություն։ Մի հատ լավ բանի մեջ, եթե որևէ մարդը քայլ տեսել է այդ մեծահարուստի կատարած ինչ-որ առաքելությունից, ասես տեղա։ Որովհետև ինքն իր տնտեսությունը բարի նպատակներով չի ծառայեցնում։ Վադություն է արել, մարդկանց վադություն անելով է հարստացել։ Եվ օրերից մեկ օր, երբ որ տնտեսությունից զրկվի, այսինքն երբ որ կանգնի դատաստանի առաջ, ինչի կնմանվի հաջորդ առակի մեջի մարդու։ Հաջորդ առակի ինչ էր։ Մեծահարուստն ու Ղազարոսը։ Դեսեք ինչ փոխկապակցված է իրար հետ։ Հիմա այստեղ է հակառակ ձև է ներկայացնում, թե եթե հանգարց տնտեսը չլինեիր, ճշմարիտ տնտես չլինեիր ու նմանվեիր մեծահարուստին, ինչ վիճակում կհայտնվեիր երկրում։ Ասում է Ղազարոսը աղքատ մի մարդ էր, ընկած էր, ասում է վեհես հագնող, ծիրանի հագնող, մեծահարուստ, ինքն իրեն երկրի վրա տեր ու տիրակալ կարծող, ինչ-որ մեկի դռների առաջ, ասում է այնքան վերքեր ուներ, անգամ շներն էին լիզում այդ վերքերը։ Եվ խնդրում էր այդ մեծահարուստին, որ գոնե սեղանի վրա ի փշրանքներից այն որ կեր է խմել էր ամեն օր ու դուշխամուշեր է գերների Իրան նմանների հետ, կեր է խմել էր մաներ եկել, ուռել տռզել էր։ Հիմա գոնե փշրանքները տարել հարիվ ու դերել, այդ փշրանքներն անգամ չէր տալիս, որ գոնե այդ Ղազարոսը երկին գերիր ասել, ինչ կլինեն մեծահարուստը գոնե սեղանի վրա բորբսնած հացերը տվել է, ես կերել եմ էլի, մի քիչ գթացեք, այդտեղ չի տվել, ում մասին բարեխոս է երկրում, և դրա համար երկուսն է մեռը գնացել են երկրում, ինչ է եղել, Ղազարոսը գնացել է Աբրահամի գիրկը, հավիտենական խաղաղությունը հանգստությունը գտնելու են տանջանքներից ու տառապանքներից, որ երկրի վրա կրեց, մեծահարուստը գնաց հավիտենական դժոխք, ու դժոխքի մեջ տանջանքների տառապանքների ժամանակ մեծահարուստը հայացքը երկրի հառնում, տեսնում է Ղազարոսին նստած Աբրահամի գիրկը, ասում է հայր Աբրահամ, խնդրում եմ էլի, ստեղ այլանդակ շոք է, ստեղ այլանդակ տապ է, սարսափելի է ստեղի տառապանքները։ Այն Ղազարոսը որ կա, էդի մեր դրամոդը միշտ տեսել եմ, ճիշտ է, բան չեմ արել, գոնե սող կծ ու սող չեմ տվել, որ ուտեշ մեռն է, շուտ մեռնել է, էլ չկար մեր դրադեմը շան նման հաճար։ Գոնե դրան ասում է, բամբակով ջուր բեր է կաթացնի շունքերիս։ Ասում է, չէ, ասում է զավակիմ, դու երկրի վրա, քո թվացյալ լավ կյանք ապրի փրծես, դու այդպես էիր ուզ այդպես ես ապրել։ Ցոպ ու շբաթ կյանքով ով է քեզ խանգարը երկրում, ոչ ոք։ Ինչ ուզել են արել է, չէ երկրի վրա։ Բայց մի նորմալ բաներ ես երկրի վրա, մի նորմալ լավություն արած կաս երկրի վրա, նորմալ տնտեսություն արած կաս, որ գոնե այդ աղքատներից մեկը, որ երկինք է հելել, գոնե քո համար բարեխոս էր։ Մի հատ լավ բան արած կաս, մտածում ես, չէ, որդից։ Սա որը կեր է խմել իմ նմանների հետ, քեֆ եմ բայել, աղքատներին ու մնացածներին է քացով տվել է։ Դե ասում է ուրեմն դդպես քացով է գնանքի դժոխքի մեջ տարավի։ Մեզ որ երկնքի և երկրի միջը մեծ անդունդ կա։ Ասում է լավ, ես որ չեմ փրկվի, գոնե Ղազարոսին ուղարկի երկիր, 5 եղբայր ունեն իմ կյանքով են ապրում, գոնե իրանց զգուշացնի, իրանք չկան իմ օրս ասում։ Փոխեն էլի իրանց կերք, ասում է դուք ես սուրբ գիրք ունեք, առաջնորդներ ունեք, մարգարեներ ունեք, նրանց լսեք, դե ասում է լսում ենք, ամեն օր լսում ենք, բայց փողը գայթակղում է մեզ, աշխարհի կյանքը գայթակղում է մեզ, աշխարհիկ հաճույքները գայթակղում են մեզ, երկրի վրա սրա նրա առաջ սետևել տելը, լավ երևալը, կռիվ լինելը, մարդկանց ոտքերի տակ փորելը, մարդկանց վադություն անել, մեր եսը բարձրացնելը, մարդկանց վրայով անցնես քո կյանքը ապահովելու համար։ Այսպիսի բաները մեզ համար լավ է, էլի, դրանք գայթակղում են, որովհետև մի կյանք է տված, Աստված մեզ մի կյանք է տվել,
Այդ մի կյանքն էլ մի վայր է գերի։ Աշխարհը մեռնել կա, չէ՞, այսօրվա խոսքեր կա այդպես։ Աշխարհը մեռնել կա, կերեք խմեք, կերար խմեցին, հետո ում լավություններ էցի, դուք ով ստամոքսին ընդամենը, ոչ ընձի, ոչ մյուսներին, ոչ մեկին։ Մնացածներին գրիր գրպեցիր, ստամոքսը լցեցիր, այսօր էլ եկել ես պատասխան։ Քո պատասխանը դժոխք կնե։ Հավիտենական տանջանքն է, այդպիսի մարդկանց տեղը հավիտենական տանջանքն է։ Հիմա դու էլ գնա այդպես տարան։ Դուք դրա համար ունեիք երկրի վրա մարգարեներ, առաքյալներ, եկեղեցիներ, քահանաներ, առաջնորդներ, սուրբ գիրք ունեիք, լսեիք, իմանայիք, նորմալ տնտեսական էիք։ Թե չէ որ մեռակ գնացիք, էլ ընդեղ արդարանա չկա։ Դա չես կարայել արդարանաց։ Չգիտեի, տեղյակ չէի, սա էր բլամ, վստահ։ Չկա, արդարացում չկա երկրում։ Ստեղ կարողացար արդարացար, ստեղ կարողացար անիրավ տնտեսի նման տնտես փոխվեիր, դառնայիր, այնօր բոլոր հրեշտակ միշտ ուղարկավորությունների անգամ ընթացքում ժողովուրդ, ես միշտ իմ խոսքում անգամ անդրադարձ եմ կատարի, եթե եղել եք իմ արարողությունների ընթացքում լսել եք ուշադիր եղել, միշտ ասում եմ, չէ՞, պահապան հրեշտակը նախապատրաստում է յուրաքանչյուր երկրից երկին գնացող։ Այդպես մեկը չկա, առողջ մարդ այդպես չկա, որ հանգարց ինքը չիմանա, որ մի բան այն չի։ Ոնց որ մոտալուտ վախճանս եկել է։ Բայց ինքը առողջ է, հեշտ բան չկա իր։ Բայց տագնապ կա մարդու մեջ։ Ինքը զգում է, որ եկել է օրը։ Ինչ որ մի բան։ Զգում է, որ այն մարդուն, ում որ սաղ կյանքը չի սիրե, մի տեսակ դրա կարոտն է զգում։ Սա 10 տարի, 20 տարի, 100 տարի մեկի նկատմամբ վատություն է երել, սաղ կյանքը դրա մի օր մեկ է տեսաշ, ոնց որ զղջում է աբում, ասում, ով թե ինչ կտանի մեզ կյանքից, ինչ պտի տանի, ըմբես կուզեի, որ այդ մարդում տեսնեի, ոչմ նրա հետ ամեն բան հաշտեսնեի, իրոք մարդու մեջ այսպիսի փոփոխություններ է սկսվում իր կյանքի վերջին պահերը, բայց ինքը չգիտի երբ է գնալ, սա ինչ է նախապատրաստություն, եթե չլսեցիր հրեշտակի ձայնը, այդպես դատարկ ապորտը կգնաս այս երկրից, ու երկինք չես երգի, մեծահարուստի նման իշտ ես դժվար, դրա համար այն ժամանակ, երբ որ հրեշտակը ականջի նստում է ու սկսում է փսփսալ, երբ որ ստիպում է քեզ, որ 15-20 տարվա թշնամուտ այսօր ներես, ներսդ երկու մարդ կռվում է իրար հետ։ Մեկ ուզում ես լավն ենես, մեկ ուզում ես վատն անը։ Երբ որ այդ պայքարը սկսվավ ներսդ իմացին մոտեցել է վախճանը։ Իմացի, որ եկել է այդ պահը։ Ուրեմն հաստատ պետք է գնաս այս երկրից, բայց երբ չգիտես։ Ինչքան հնարավոր է շուտ տնտեսությունդ կարգի բեր։ Ինչքան հնարավոր է շուտ լավությունները։ Որովհետև հետո երկինք չես հասնի։ Ուրեմն օրդ հաշված է։ Դրա համար պահապան հրեշտակը հենց որ գալիս է երկիր, մեզ որ նախապատրաստում է, մեր մեջ մի հատ բան է արթնացնում։ Ասում է ով մարտարարած, դու էլ ես գնալու ես կյանքից, չես մնալու, ոչինչ չես տանելու քեզ հետ, բայց մի բան պետք է թողնելու ես, ինչ ես թողնելու ես երկրի, քո սերունդիդ ինչ ես թողնելու, ու մարդը սկսում է մտորել, 40 տարի ապրա, 50 տարի ապրա, 100 տարի ապրա, լավ, իրականության մեջ ինչ եմ թողնելու, ինչ տեսա այս կյանքից, ցավ, դառնություն, վիշտ, հոգս, մտածում, ուրիշ ոչ մի բան, լավ, ինչ որ մի բան կթողնեմ իմ սերունդի, որ հետևիցս չքրվեն, այլ գոնե օրհնեն, ինչ եմ թողնելու, ինչ է թողնելու մարդը, որ միշտ ուղարկավորությունների ընթացքում ես ասում եմ, անուն, պատիվ, հարգանք, վաստակ, որպեսզի եկուչը միսօր, երբ որ վտարվես տնտեսությունից, հասնես ինչ որ մի դուր, այդ քո անուն, պատիվ, հարգանք, վաստակը քեզի փրկե, այսինքն մամոնայից քեզ օգնական հանես, այս սա է նշանակում, այսօրվա ավետարանի այդ բնաբանը դա է, մամոնայից քեզ ընկեր հանես, գերի չդառնաս մամոնային, ասում ես անվանդ գերին չդառնաս, պատվիդ գերին չդառնաս, հանուն անվանդ, հանուն պատվիդ, հանուն հարգանքիդ,
հանուն քո եսի մարդկանց վրայով չանցնես, բայց կերտիր անուն պատիվ հարգանք վաստակ։ Տարբերությունը պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն մամոնային գերի չդառնանք, բայց մամոնան ծառայեցնենք հանուն մեր հոգու փրկության։ Որտեւ եթե երկրի վրա, քչի վրա հավատարիմ չեղանք, երկնքում մեզով շատը կնվի։ Եթե, այսինքն քիչը կամ շատը գիտեք ինչի մասն է։ Այդ ավետարանի մեջ որ ասում է, եթե քչի վրա հավատարիմ չեղար, շատի մեջ ով կկարգա։ Այսինքն քիչ կյանքիդ մեջ երկրի վրա քիչ է գալու, չէ՞։ Ինչ իմանաս 20 տարի, 50 տարի կամ 100 տարի։ Եթե 50 տարի պիտի ապրես, 50 տարվա մեջ հավատարիմ չեղար, հավիտենական կյանքի մեջ, քեզ ով կթողնի մտնես։ Եթե 50 տարվա մեջ անիրավ եղար, ուրեմն հավիտենական կյանքում էլ անիրավ կլինես։ Այս սա նկատի ունի, եթե քչի մեջ հավատարիմ եղար, շատի մեջ էլ հավատարիմ կլինես։ Եթե քչի մեջ անիրավ եղար, շատի մեջ էլ անիրավ։ Ուրեմն դրա համար ինչ է ասում, նմանվիր Ղազարոսին։ Եթե չես կարող նորմալ տնտես լինել, նորմալ տնտեսությունը վարես, ուրեմն կամ Ղազարոսին պետք է նմանվես։ Կամ էլ մեծահարուստի նման կգնաս դժոխք։ Ուրեմն այսօրվա անիրավ տնտեսի ամբողջ այս նկարագիրը ինչու՞մն էր։ Մեզ ինչ է սովորեցնում, մեզ ուր է ուղղորդում, մեզ ուր է տանում Սուրբ Գիրքը։ Ճշմարիտ տնտես լինել։ Կարող է ինչ-որ միտեղ ցավ զգաս, կարող է ինչ-որ միտեղ քեզ ոտնահարեն, կարող է ինչ-որ միտեղ դու ստորացված զգաս քեզ, կարող է ինչ-որ միտեղ քո եսը ոտնահարվի, ինչ-որ միտեղ դու չհարգվես, չսիրվես, բայց իմացի, այդ ամենը չէ, երկրի վրա չէ, որ քեզ պիտի դատեն, այլ երկնքում է, որ պիտի գտնես քո դատաստանը։ Երկրի վրա մի սպասիր ոչ մի բանի։ Ինչ օգուտ, եթե կուտակեցիր, բայց չես հասցնելու այդ կուտակածդ վայելես։ Էլ մյուս առակում կա, այդ առակի նման, որ մի մեծահարուստ հավաքում է իր ամբողջ ունեցվածքը պարունակությունը, ամբարում է զգում է, որ չէ տեղ չկա, պիտի էլի, ասում է, լավ ամբար անգարներս քանդեմ, մեծացնեմ շտեմարաններս, որպեսզի սաղ ունեցվածքս տեղավորվի։ 50 տարի տանջվում տառապում է, ինչ կա, չկա, գրում, լսում է, մեկ է գիշեր հանգիստ ահա պարում ես, մեկ սպանից սկսեմ վայելել։ Մեկ է գիշեր հրեշտակը կարծում է, ով ամմի տարարած, այսօր հոգին առնելու եմ քեզից։ Այդ որ կուտակիրում ես թողնելու։ Այսպես լինելու է մեր օրը, գիտեք չէ։ Ամեն մեկիս օր, այդ բոլոր մեծահարուստներից մինչև վերջնա։ Բոլոր անիրավ տնտեսների հետ այս վիճակն է լինել։ Ով իր տնտեսությունը ճիշտ չվարեց, ոչ աղքատասիրության ճանապարհով, ոչ ողորմատության ճանապարհով, ուրեմն օրերից մեկ օր կհայտնվի դժոխքում մեծահարուստի նման։ Ուրեմն ասում է լինել անիրավ տնտեսի նման, որ սկզբում անիրավ էր, բայց հետո խելքի եկավ։ Զգաց ինչ է անում, սկսեց այդ մամոնան կիրառել հանուն իր հոգու փրկության։ Օգտագործեց, իրանը չէր օգտագործեց, ումն էր, Աստծուն էր։ Այսօր յուրաքանչյուր բան եմ ասում մեր երկրի վրա, մերը չէ, մեր սեփականությունը չէ։ Այս խաչը, այս նյութը, որ ինձ ձեռքում է, անգամ սա իմը չէ։ Հետո ինչ որ սա իմ անունով է օծված, բայց միևնույն է, սա իմը չէ։ Սա էլ է Տիրոջը, նյութը Տիրոջն է։ Դրա համար ես այս խաչը ոչ թե իշա ինձ եմ փառաբանելու համար եմ ես պահում իմ ձեռքի, որ դուք տեսնեք, որ ես քահանա եմ։ Դրա համար խաչ եմ կրում իմ վրա, ինձ արծաթից խաչ եմ կրում, տեսեք։ Կամ իմ պարանոցին արծաթե խաչ եմ կրում։ Այլ ես ինչ եմ անում, օգտագործում եմ։ Ինչպես իշացես։ Սրանով ես ոչ թե իմ փառքն եմ վեր բարձրացնում, այս սրանով Տիրոջ անվան համար ձեզ եմ օրհնում։ Այսա նշանակում է, որ ես իմ տնտեսությունը ճիշտ եմ կիրառում։ Այդպես էլ յուրաքանչյուր տնտես, այս երկրի վրա կին թե տղամարդ, եղեք անիրավ տնտեսի նման, որպեսզի արժանի դառնաք Ղազարոսի կյանքին։ Թեև մի քիչ կտկնեք, մի քիչ կնեղվեք, բայց ոչինչ։ Օրերից մեկ օր դուք էլ Աբրահամի գիրկը կբազմեք ու արժանի կդառնաք երկնային արկայության փառքին։
Ավելի լավ է երկրի վրա մի քիչ նեղվեմ, երկնքում հավերժ հանգստանամ, քան երկրի վրա առոք-փառոք լավը զգամ ինձ, ապրեմ, երկնքում հավերժ տարամ։ Ուրեմն 4-րդ կիրակի խորհուրդն էր սա էր, որ Աստված Սուրբ Գրքի միջոցով մատուցեց մեզ։ Թող մեզ տա ապաշխարողած հոգի, անիրավ տնտեսի սիրտ, որպեսզի մենք էլ մեր տնտեսությունը վարենք ճիշտ, մամոնայից մեզ բարեկամներ անենք։ Մեր հոգին շահելու համար այժմ եւ հավիտյանս։